եւ այսօրվա նյութը շատ ուրեմն հրատապ է, հատկապես մեր երկրի համար, մեր ժողովրդի համար, որտեղ անմիջականորեն շոշափում է մեր երկրի ազգային անվտանգության խնդիրը, մեր պետականության հարցը եւ ուրեմն մեր ժողովրդի ներկայի ու ապագայի հարցերը, նաեւ մեզ համար բարեկամ եւ հարևան պետության եւ ժողովրդի, որն է Իրանի Իսլամական Հանրապետության, ուրեմն ճակատագրի հարցը։ Այս մեկ, ուրեմն սա խնդիրների մի փունջ է, որի մասին ես ձեզ նախնական կասեմ, ասեմ, որ խոստանում եմ հետո ծավալվել, այսօր շատ չեմ ծավալվի, որտեղ ես կարծում եմ, որ եւ ձեզ էլ խորհուրդ եմ տալիս, այս այն հարցը չի, որ մենք հայերս հատկապես փորփրենք, տաքացնենք եւ չգիտեմ ինչ որ ռուսական սեգմենտի լրտեսները հայության միջի անում են։ Խոսում են Սյունիքի խնդիրների մասին, Սյունիքի կորստի մասին, ինչ սողուն ստորություն ասես չի խոսում այս ուղղությամբ։ Սա ռուսական տեսակետ է, կարծում եմ, որ ես ձեզ կասեմ, Սյունիքի վերաբերյալ հատուկ որևէ խնդիր չկա, կասեմ ինչի համար։ Երկրորդ մաս անշուշտ այս մեր այսօրվա հաղորդման համար կարևոր է այն առումով, որ ընտրություններին մնում է շուրջ 3 ամիս, մի քանի օր, եւ ընտրությունների ժամանակ է, որ լուծվելու է Հայաստանի Հանրապետության պետականության որպես ներկայի եւ ապագայի հարցը, չափազանց կարևոր է։ Եվ եթե կուզեք քաղաքակրթական ընտրության հաջորդի հարցը, կամ ավելի շուտ իր քաղաքակրթական ավազան հայ ժողովրդի վերադարձի հարցը, ինչը որ բացառիկ արժեք ու նշանակություն ունի եւ մեր պետականության համար եւ մեր ժողովրդի համար։ Հիմա դուք վերադառնանք տարածաշրջան, որը տարածաշրջանն ենք սովորաբար հասկանում ենք այսօր Կովկասը, 3 պետականություններով, բայց այս բարակայում Մերձավոր եւ Միջին Արևելքի մասին է խոսքը, եւ այստեղ տեղի ունեցող այն փոփոխությունները, այն հակամարտությունը, որ ծավալվել է մեզ համար 2 բարեկամ պետությունների, ժողովուրդների, առաջինը մեր կողքի Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդի եւ պետության հարցը, եւ երկրորդը մեզ համար շատ կարեւոր Միացյալ Նահանգների ռազմավարական գործընկերության ասած փոխհարաբերությունների հարցը եւ ինչու՞ չէ նաեւ մեր ժողովրդի միեսկայական զանգվածի ներկայությունը Միացյալ Նահանգներում որպես քաղաքացի, որպես ուղևոր եւ այլն, այսինքն տեսնում եք, որ սրանք այն հարցերն են, որոնք շոշափում են կենսականորեն մեր շահերը, որպես պետություն առաջինը, որպես ժողովուրդ դրա հետ զուգորդված։ Հիմա ինչ եմ ուզում ասեմ, ուրեմն ուզում եմ ասեմ, որ մեր շուրջը մեր հետ միասին ուղղակի ծավալվում են աշխարհացունց իրադարձություններ, որտեղ մենք պետք է կարողանանք մեր հարաբերությունների ճշգրիտ ուրեմն կոորդինատները գտնել։ Եվ ես կարծում եմ, որ ի տարբերություն պրովոկատորների, հատկապես ռուսական սեգմենտից եւ գողապետության, որ գիտեք Ղարաբաղյան կլանի լաքեյների միջավայրից է, ուրեմն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհուրդը չափազանց ուրեմն շահեկան դիրքորոշում է վերցրել, որ այսպես ասեմ, իհարկե չուզենալով այն բախումը, որը կա 2 պետությունների միջև եւ տարածաշրջանի այլ պետությունների միջև, բայց հասկանալով նաեւ հայ ժողովրդի կամ Հայաստանի ուզել-չուզելը այդ հարցի առնչությամբ ոչ մի հարց չի լուծում, մենք ուզենք, չուզենք եւ այլն։ Դրա համար շատ ճիշտ կերպով Հայաստանի Հանրապետությունի մտահոգությունները հայտնելով նաեւ իսլամական պետությանը հումանիտար օժանդակություն ուղարկելու ցույց տալը եւ այլն այս բարակայով լռել է եւ կանգնել է կողքի, սա չափազանց կարեւոր է։ Եվ հիմա սա ընդհանրապես դիրքորոշում է, կարծում եմ, որ ամեն մի բանական հայ ուղեղ, որը ունի գլխի վրա, ուսերի վրա ուղեղ եւ կոնկրետ ասելու եմ, ռուսական գաղտնի ծառայության գործակալ չէ։
կամ էլ Ղարաբաղյան կլանին կամ նրան սպասարկող այս լաքեյների չէ, որոնց ձեռնտու է Հայաստան ներքաշել այնպիսի հորձանոթ, որից դուրս գալը, օրինակ ես չեմ պատկերացնում, եթե դուք պատկերացնում եք ինչպես է հնարավոր դրանից դուրս գալ այս բախումի Աստված չանի, եթե մեջ լինենք, ինձ համար պատկերացնելը չի, ավելի շուտ պատկերացնելի է, որի մասին չեմ ուզում անգամ նույնիսկ երևակայության մեջ ուրեմն այդ պատկերն ունենամ։ Ընդհանուր առմամբ տեսեք, ինչ վիճակ է։ Ուրեմն Իրանի Իսլամական Հանրապետությունը մեր պարագայով հայտարարել է, ես կարծեմ 3 դեսպաններ նորից հայտարարել, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը Իրանի Իսլամական Հանրապետության համար անքննելի է։ Ես ասեմ, որ դա 100% ճշմարտություն է, այնքան ինչքան Իրանի Իսլամական Հանրապետությունը կխրվի պրոբլեմների մեջ, վստահ եղեք այդ թեզիս ավելի ուժեղանալու, որովհետև եթե մենք միշտ սովորենք, թե եթե Իրանը մեր հարևանը չլներ, մենք այդ ճանապարհները չունենայինք եւ այլն ինչ դժվար բան կլներ, հիմա այս դրա դատողության փոխարեն դուք պատկերացրեք այս Թեհրանում եւ պատկերացրեք, որ Իրանի Իսլամական Հանրապետության համար Աստված չանի, եթե չլիներ ագարակի անցակետը մեղրու այդ սահմանային կետը, այն 46 կիլոմետրը, որ կա Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ես կարող եմ ասել, որ եթե դա չլիներ, Իրանի Իսլամական Հանրապետության համար կլիներ կատաստրոֆիկ վիճակ։ Մենք սովորաբար սովորություն ունենք միշտ դիմացինին արժևորենք, գնահատենք եւ նման բաներ, իսկ մեր արժևորման նրանց գնահատականի մասը սովորաբար չենք խոսում։ Ուրեմն Իրանի Իսլամական Հանրապետության համար անքննելի հարց է, ոչ միայն ես դեսպանի ասածն եմ կրկնում, այլ նաև մեր գնահատականով անքննելի է Հայաստանի կայունությունը եւ սահմանների անխախտելությունը։ Եվ սա շատ լավ են հասկանում Բաքվում, շատ լավ են հասկանում Անկարայում եւ այլն։ Հիմա նաեւ Մոսկվայում վստահ եղեք, որտեղ սրանք են շահագրգիռ երկրները ամեն մեկը իր հաշիվներով։ Ուրեմն երկրորդ մասը, ուրեմն քանի Միացյալ Նահանգները կա նախագահ Թրամփը, քանի կա Ռուբիոն, պետքարտուղարը, քանի կա Վենսը եւ այլն, այսինքն քանի որ Միացյալ Նահանգներում Սպիտակ տանը նստած է այն կառավարությունը, որը ուրեմն օգոստոսի 8-ի ռազմավարական նշանակության փաստաթղթերն է ստորագրել Թրամփի ու վերաբերել, վստահ եղեք Միացյալ Նահանգներից որևէ խնդիր Հայաստանի հանդեպ չի լինելու, Թուրքիայից բնականաբար չի լինելու, Հայաստանից չի լինելու եւ այլն եւ այլն։ Ես ինչ եմ ուզում ասել, ուզում եմ ասել, որ եթե մենք եւ վստահ եմ, որ մեր ժողովուրդի հիմնական մասով այդ դիրքորոշումն ունի, մենք մնում ենք մեր դիրքորոշման մեջ, եթե մեծ համաշխարհային բաներ չլինեն Հայաստանի Հանրապետության համար, որը սպառնալիք չկա, իսկ մեր արևիկի ժողովրդին, որի ուրեմն մի ամսից հետո, որտեղ ես որոշել եմ այցելել, ինչպես տարիներ շարունակ եղել է, Սյունիքի մեր հայրենակիցների համար ուզում եմ ասել, որ Սյունիքի խնդիր չկա, արևիկի հարց չկա եւ ոչ մեկը առևը 1000 գլուխ էլ ունենա այս միջազգային հարաբերությունների մեջ չի շնչի դեպի այս ուղղությամբ։ Պրովոկատորներին չլսեք, ռուսական սեգմենտին չլսեք եւ ամեն մի ապուշի կներեք, որ իրեն վերլուծաբանի տեղ է դնում եւ առաջինը չքննած ուրեմն 1000 մի հարցեր անմիջապես Հայաստանի հարցերն է քննում։ Այդ հարցերը գոյություն չունեն։ Իմացեք, որ ասեցի, եթե համաշխարհային Սոդոմ Գոմոր չի լինելու, իսկ ես ենթադրում եմ, որ չի լինելու, ուրեմն որևէ հարց Հայաստանի Հանրապետության համար չկա։ Միակ հարցը կարող է լինել իհարկե ուրեմն Իրանի ճանապարհների օգտագործումը, բայց դա դուք գիտեք, որ այդեն դեպքն է, որտեղ մենք ոչ նշանակություն, ոչ էլ արժեք կարող ենք ունենալ։ Այնպես որ ես ձեզ առաջարկում եմ հանգիստ ուրեմն ապրել, արարել, ստեղծել, բայց ուշադիր նայել ովքեր են պրովոկատորները, ովքեր են խոսում հազար մի բաներից
Եվ այսպես հիմա շարունակաբար ասել։ Հիմա պատկերացրեք այս ռևանշիստները, որ կպել էին, այդպես ասենք, հա, առաջարկում էին Հայաստանի Հանրապետությունը իրենց մայր երկիր Ռուսիայի եւ Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական պայմանագրեր կնքեր անվտանգության եւ դուք պատկերացնում եք մեր վիճակն ինչ է լինելու այսօր։ Պատկերացնում եք, այս պրովոկատոր հայացմունդ ռսացած այլասերվածների ուղեղից ուրիշ բան հնարավոր չէ լսել։ Ուրեմն տեսնում եք, որ եթե մենք կարողանում ենք բալանսի քաղաքականությունը վարել, հաշվեկշիռները հասկանալ պետությունների փոխհարաբերությամբ եւ հավասարակշռությունը գտնել եւ այդ հավասարակշռության հայեցակարգի շրջանակներում աշխատել, շատ էլ հնարավոր է, որ մենք էլ այլ երկրների պետությունների նման կարողանանք մեր շահերը պաշտպանել, ինչը որ այսօր կա։ Ուրեմն տեսեք, ուրեմն սա եւ այս անտանելի մի բան, այս ռսասիրությունը, ռսամոլությունը, հոգեկան հիվանդությունը, երբ պետք է ազատագրի ժողովրդի հատկապես մեզնից, այսինքն հատկապես այս չեկիստներից եւ սրանց թերմացքից, որոնք ծնվում են նույն նռոցով Ռուսաստանի հետ անդունդ են դնում, նույն նռոցով չեն ուզում Հայաստան ազատ թողել։ Կամ նույնիսկ խելագարներ առաջարկում են իրենց զինված ջոկատներով մասնակցել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանությանը։ Դուք կարող եք ողորմել լինել, մեր երկիրը պաշտպանեիք։ Այսինքն, այս էլ նոր Հիտլերներն են, ինչերն են, չգիտեմ ովքեր են։ Բայց նրանք եղանակ չեն ստեղծում եւ ես ենթադրում եմ, որ առաջիկայում այս կամ այն կերպ Իսլամական պետության եւ Միացյալ Նահանգների միջեւ կոնսենսուս կառաջանա եւ հարաբերություններ կարգավորվեն։ Իրանի ես գիտեմ, որ Իրանում վստահ է իշխանության շրջանակները, որի մասին մենք եղել ենք, խոսել ենք Տեհրանում եւ այլն անցած տարվա ամռանը, որը նաեւ մեր կառավարության տեսակետն է, որ հստակ մնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքը որևէ բանագայթ չի կարող օգտագործվել իսլամական պետության եւ մեր բարեկամ ուրեմն Իրանի ժողովրդի դեմ։ Եվ վերջ Հայաստան այսքանով իր չեզոքությունը ցավակցային տեսքով կպահի։ Կարծում եմ սրանից նաեւ գող կլինեն այս դիրքորոշումից Միացյալ Նահանգները։ Այնպես որ որևէ խնդիր չեմ տեսնում։ Հիմա հարցը ինչի մեջ է։ Ուրեմն տեսեք, կարելի է սա վերլուծել։ Երկար բարակ, եթե նկատել եք, ես շատ զուսպ եմ այս հարցում եւ կարծում եմ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը չափազանց ճիշտ է, երբ այս վերլուծությունների հարցում այս բարակայում մնում է շատ այս նրբագույն հարցի շրջանակներում չափազանց զգուշավոր եւ ուրեմն չափավորված։ Հիմա եւ դա բխում է բացառապես Հայաստանի Հանրապետության պետության շահերից, ամենտեղ չի որ։ Այսպես ասենք, էլի երկու գիգանտներ, երկու հզորակույն փղեր կպել են իրար, ինչ-որ մեկը գնացել է ոտերի տակ խոտուտ է տալիս, այս իհարկե ռսած տրուկներ են հայերի, եւ ուզում են ինչ-որ եղանակ ստեղծել։ Պարզ է, որ դա ռուսների թելադրածն է, այս անուղեղների շարունակում են օգտագործել։ Ուրեմն փղերի բախումը մերը չի, մենք իհարկե շատ ցավում ենք, որ այդպես է, բայց ավելին անել չենք կարող, հումանիտար եւ այլն բնական է, որ մենք այն ժողովուրդն ենք, որ նման բաներ չենք կարող մերժել։ Ուրեմն այսպես, եկեք այսպես սրանով սահմանափակվենք, բայց հասկանանք մի բան, եթե դուք նկատել եք այս իրադարձությունների ողջ ընթացքը, ուրեմն որ պետություններն են շահում, որ պետություններն են ավելի շուտ քիչ վնասի ենթարկվում։ Միանշանակ է նրանք, ովքեր ունեն լավ պետականություն, այս հարցն է, որ նաև ինչպես են ասում, չէ, ասում են սովորաբար պետք է պատմությունից դասեր քաղել։ Ես ձեզ առաջարկում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի այդ բարակայում եւ Իսլամական Հանրապետության միջև բախումից դաս քաղել, հասկանալով հատկապես Իսրայելի բարակայով, որ ունես լավ պետություն, ունես լավ զինված ուժեր, ունես գեներալիտետ, ունես բյուրոկրատիա պաշտոնեություն, ուրեմն օքեյ, ամեն ինչ նորմալ է։ Եթե չէ, գնալու ես տերերզորի ճանապարհներով։ Այստեղ որը մեկը տեսնում եք մաթեմատիկ չի խփում։ Պարզեց ես։ Ուզում եմ ասել մեր խոսակցությունների իմ մտահոգություն, որ ես ձեզ փոխանցում եմ,
որը կուսակցության տեսակետն է, բնականաբար կվինտեսենցիան մեկն է։ Մեզ անհրաժեշտ է լավագույն զարգացած գերարտիական, գերգիտական, մշակութային պետականություն, ուրիշ ոչինչ։ Տեսնում եք, որ Իրանի պետությանն անգամ, ուրեմն, որի հզորությունը պարզ է, իր բարեկամները, որ ձեր այս ռուսական հատվածի աղբերն է, Ռուսաստանը հերթական անգամ գծում է։ Ռուսաստանը հրաժարվում է որևէ ձևով օժանդակել Իսլամական Հանրապետությանը, որի պարագայով գիտեք, որ պայմանագրային ինչ-որ պարտավորություններ ունի։ Եթե նկատել եք, ես մեծ գործին չի մասնակցում նաև ոնց որ թե Չինաստանը։ Չեմ դետալների մեջ մտնում, ինչ եմ ուզում ասել։ Ուզում եմ ասել, որ ուրեմն Ռուսաստանը գծող պետություն է, եւ հիմա այնպես է քարոզչությունը ներկայացնում, կարծես երկու պետություն հավասար ուժեր, ուրեմն իր Իսլամական Հանրապետության Միացյալ Նահանգներ հավասար ուժեր բախվում են։ Եթե մարդը խելագար չի, ուրեմն պիտի, եթե մարդը չեկիշ չի, եթե մարդը ռուս պրոպագանդիստ չի, կամ ռուսներին ծախված, ինչպես կարող է դա ներկայացնել։ Ասեմ ինչի համար։ Հարցը այսպես է. մենակ Կալիֆոռնիան, որպես նահանգ ամբողջական, իր պոտենցիալով աշխարհի 6-րդ պետության տեղն է տալիս։ Մենակ մի նահանգ, պատկերացնում եք, իսկ Իսլամական Հանրապետությունը որտեղում է, հետո դուք որոշեք, տեսեք, Վիկիպեդիա մտեք, տեսեք եւ այլն։ Եվ նստեք, քանակը շատ քիչ դեր է խաղում, ժողովրդի քանակը, այս սուսերով մարդ չի, որ այսքան զոր կանեցի եւ Սյունյաց ազատագրական բանակներ գնում է ուրեմն օժանդակելու եւ այլն ռուսների համար, պարսիկների մեջ կամ նրանց դեր անհետեթություններ։ Ուզում եմ ասել, որ ուրեմն այս հարաբերությունները մենք պետք է հասկանանք եւ ուրեմն հասկանանք մի բան, մեր եզրակացությունը մեկն է, որի երգը դուք գիտեք, որ ես 2010 թվականներից երգում եմ, որն է դա, որ մեզ պետք է արդիական պետականություն իր հզոր զինված ուժերով, հզոր տնտեսությունով, կազմակերպված ծաղկուն մշակույթով եւ բարոյապես ուժեղ ժողովրդով, որի համար անկախ պետականությունը կյանքի եւ մահվան հարց է, սա նկատի ունեցեք, անկախ պետականությունը։ Դրա համար ուրեմն մենք ունենք առիթը, որպեսզի այդ պետականություն ստեղծենք։ Իհարկե, եթե ընդունում ենք, որ այո, մենք ունենք պատմական շանս վերականգնելու, վերակազմակերպելու, վերակառուցելու մեր պետականությունը եւ ունենալու այնպիսի պետականություն, որ վայր կլներ մեր ժողովրդին եւ մեր մշակույթին, նկատի ունեցեք։ Սա շատ կարևոր է, մեր մշակույթին, այսինքն Կոմիտասին, Արամ Խաչատրյանին, Լուսինեին, Շարլ Ազնավուրին եւ այսպես շարունակաբար։ Ուրեմն սա պետք է։ Բայց այդ պետությունը պետք է լինի գերարտիական, որպեսզի լինի մոբիլ, լինի կազմակերպված եւ միաժամանակ բավարարի հաջորդի կենսական շահերին պատասխանի պաշտպանության հարցում եւ հազար մի հարցերում, կազմակերպվածության հարցերում։ Այստեղ ես ուզում եմ ասել, որ մենք այդ ճանապարհի վրա ենք, կասկած չունենանք։ Եվ հունիսի 7-ին ըստ էության Հայաստանի Հանրապետության ճակատագրի հարցը դրված է պիտի լուծվի։ Հաջորդին չէ որոշելու։ Հետ է վերադառնում Ղարաբաղյան կլանի մարդասպանությունների կաշառատվության, կաշառակերության ժամանակաշրջան, վերադառնում է գողապետության շրջան, վերադառնում է ռևանշիստների փրկության ժամանակաշրջան, սրանք են ուզում, թե շարունակում ենք մեր պետական աշինությունը, հասկանալով բոլոր դժվարությունները, ընդունելով պատերազմից հետո նաև թույլ տրված սխալները, ուղղելով այդ սխալները շարժվել դեպի ներկա եւ հուսատու ապագա։ Բայց ես ասեմ հետեւյալը, որ որպես քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ, որին ճանաչում եք, որ ես կարծում եմ ես ձեզ եմ ճանաչում ինչ-որ իմաստով, ուրեմն ասում ենք, որ այդ պետությունը կարող է լինել բացառապես մշակութային բարձր մշակույթի առումով, այնապես պետության իմաստը հասկանալի չի, լավ պետություն ինչ, պետություն հայոց մշակույթի համար, հայ ժողովրդի համար, նրա բարեկեցության եւ զարգացվածության համար։ Հիմա վերցնում ենք այս
պոստուլատը շարժվում ենք առաջ։ Մենք առիթ ունենք 7-ին, ամսի 7-ին, հունիսի ուրեմն ստեղծելու այդ պետականությունը։ Այդ պետականության պարամետրերը հայտնի են, նկատի ունեցեք։ Ուրեմն հանրապետությունը պարլամենտական է, այսինքն սահմանադրորեն Հայաստանի Հանրապետությունը չի կարող լինել նախագահական, մենք ունենք թույլ նախագահ սիմվոլիկ ըստ սահմանադրության այդպես է պիտի շարունակվի, երևի թե եւ ուրեմն չի կարող լինել կիսանախագահական հանրապետություն, բացառված այս երկուսը չի կարող լինել։ Հիմա նորից նույն 5 երկերը սկսել են երկելը։ Ետ վերադառնանք նախագահի են, այդ մեկը կա ֆոկուսնիկ մի կար, որտեղից է հայտնվել, մակատանից հայտնվել, ինչ-որ բաներ հայտարարում Հայաստանում աշխատավարձ վարչապետը չպիտի ունենա, մեզ պետք է ուժեղ նախագահ, սրանք իմացեք, մանիպուլացիաներ են, չգիտեմ այդ անձը դա հասկանում է թե չէ, դա իր գործն է, բայց դեմքից երևում է դժվար հասկանա։ Իր համար սովորելը խոսում է, հիմա տեսեք ինչ կա, որ պետություններն են ունենում ուժեղ նախագահ, ինչն է դա նշանակում։ Ուրեմն ես ձեզ առաջարկում եմ կարդալ ֆաշիզմ հոդվածը Վիկիպեդիայում, եթե կուզեք ավելին, կկարդաք Մուսոլինի, Բենիտո Մուսոլինի, ուրեմն ֆաշիզմի որպես ամբողջատիրական, տոտալ պետության հիմնական մեխը ուժեղ նախագահն է, ուժեղ առաջնորդը, ֆյուրերը, դուչեն, հասկանում եք ոնց է, ուրեմն խանը, չգիտեմ ինչ է, ուրեմն 100%-անոց բան եմ ասում, այս տղան իրակ կրթությունը ես չգիտեմ ինչպիսին է, եւ իհարկե Ռուսաստանից մոնղոլ թաթարական ավանդույթով ուրեմն եկած միջավայրից մարդը չի կարող ժողովրդավարություն ուզել, նա ուժեղ պետությունը կարող է ուժեղ վարչապետ ունենալ, եթե ուժեղ դեմոկրատիա ունի, զարգացած օրենսդրություն ունի, իրավունքը գերակա է, այս մարդկանց գիտակցության մեջ կա ուժեղ նախագահ, կամ կարոտել է գողապետության են Սերժի ժամանակները, որ տոկոս էին խփում, որ բատեմ էին, կամ ցողունաբուժում էին անցնում, կամ են մեկը, որ մարտի 1-ին ուժեղ նախագահները գնդակարում էին, բայց այդ ուժեղ նախագահները մենք տեսել ենք, թե Ալիևի են ուրեմն շրջանում, երբ որ Նախիջևանի խաչքարերը Ալիևը լցնում էր Արաքսկետը, այդ ուժեղ նախագահները մտան ծագն էին մտել, ուր էին դրանք, ուժեղ էին որտեղ գնդակարության մեջ։ Հիմա սա ամփոփված ասում եմ, ես անհետեթության չավատակ, բայց ասում եմ տեսական աղբյուրը, կարդում եք, եթե ուզում եք, եւ դա շատ հետաքրքիր է, Բենիտո Մուսոլինի, Իտալիայի ֆաշիստական պետության շրջանի ղեկավարի աշխատանքները, որտեղ ասում է ուժեղ նախագահ առաջնորդը, դա ֆաշիստական պետության իդեալն է, ավտորիտար իշխանության, ուզում եք Ստալինիզմ, այս մարդիկ Ստալինից եւ ռուսականությունից չեն կարողանում, խեղներն ինչ ասում, ես դա չգիտեմ, դա իհարկե իրենց գործն է, ուրեմն աղբանոց շպրտեցինք ուժեղ նախագահին, քաղաքական աղբանոցի մասին է խոսքը, ուժեղ է ձգտումներով, մեզ ինչ է պետք, մեզ պետք է, մեր ժողովրդին ինչ է պետք, մեզ պետք է ժողովրդավարական պետություն, որը իր արդար հասարակության իմաստով, իսկ դուք գիտեք, որ արդար հասարակության իդեալը քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության իդեալն է, դրոշակի մեր տարբերակի մեջ է, եթե նայել եք, լենտի վրա գրված է, արդարությունն է պետության հիմքը, արդարությունը, հաջորդին պետք է արդարություն, ուրեմն այս սրանից չեն խոսում, որտեղ այդ արդար հասարակության մեջ չես կարող գողություն ավազակության դառնաս միլիարդատեր, չես կարող արդար հասարակությունով պետականության մեջ 4 անգամ կրթության, գիտության նախարար դառնաս մի քանի տարում եւ ահռելի գողոպտած նյութերը Հայաստանից դուրս անես եւ այլն, դա հնարավոր բան չի, ուրեմն ժողովրդավարություն ուժեղ պետականության հիմքով, հիմա դա տանում է մեր երկրի այն հիմնական դրվածքին, որի մասին ասացի, այս երկիրը պարլամենտական է, նկատի ունեցեք, մեր սահմանադրությունը խորհրդարանական պետության համար է, հարցը հետևյալն է, իսկ 7-ին ինչ վիճակ է լինելու, ես ասում եմ առանց թաքցնելու քրիստոնյա ժողովրդավարական
կուսակցության տեսակետը, որ բացառապես գիտական է, բացառապես քաղաքական է եւ բացառապես բխում է հաջորդի շահերից, բացառապես, իհարկե սա չի բխում լութոկրատիայի շահերից, գողապետության շահերից եւ նրանց շահերից, ովքեր որ չեն ուզում ուրեմն որտեղ ֆեոդալական բաներ կա, չէ, այսպեսի բդեշխներ, գողեր, հաց թուխներ, հաց գողացողներ, բանը կարդացեք, Պրոշյանի հացի խնդիրը, որ կարդաք այդ բոլորը կտեսնեք մեջը։ Ուրեմն մենք այդպիսի Հայաստան չենք ուզում, ուզում ենք պարլամենտական։ Պարլամենտական հանրապետությունը ինչ է ենթադրում։ Անպայման դա պետք է լինի բազմակուսակցական, նկատի ունեցեք։ Գոնե 4-5 կուսակցություններ պետք է խորհրդարանում մանդատ ունենան, տեղ ունենան, որ վեճները բանավեճ լինի, հարցերի քննարկում լինի, հասկանում եք, առաջարկներ լինի։ Եվ դա կարծում եմ, որ այս անգամ այդպես էլ լինելու է, ինչու, որովհետև պայքարը թեժ է լինելու, մի մասը իհարկե ռուսական սեգմենտը կռիվ է տալու պետության ավերման վերացման համար, եւ այսպես թողնելու հետո փախչի Մագադան կամ առնվազն Սիկլիվկարից չի էլ գալու, իրենց Սիկլիվկարն է հետաքրքիր, իրենց չպատժվելն է հետաքրքիր, իրենց փողացած նյութը չվերադարձնելն է հետաքրքիր, հասկանում եք ոնց է, իսկ մնացած բառակայում մեծ պարլամենտարիզմ է պետք։ Եվ բնական է, այստեղ կուսակցությունների սպեկտրը կարծես թե հայտնի է հետևյալով, կա ԿՊ-ն, բնական առաջատարն է, եւ այդպես լինելու է վարչապետի կոնկրետ հենարանը, կա քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը, կա հանրապետություն կուսակցությունը, կա հանուն հանրապետության եւ այսպես կարող ենք շարենք։ Այսինքն սրանք պիտի խորհրդարանում լինեն, ոչ թե որ օգնեն, այլ նաեւ որպեսի խորհրդարանում քաղաքական կյանք կազմակերպվի, սա ուշադիր եղեք։ Հասկանում եք ոնց է, դրա համար ինչ է պետք։ Պահանջը մեկ պիտի լինի, կուսակցությունները պիտի ներկայանան ժողովրդին իրենց գաղափարախոսությամբ, իրենց արժեքային համակարգերով, իրենց ուրեմն առաջարկների մոդելներով եւ իրենց ընկալումներով, ներքին քաղաքականության առաջին, արտաքին քաղաքականության երկրորդ, Հայաստանի դաշնակիցների, ոչ դաշնակիցների հետ ուրեմն աշխատանքի սկզբունքներով եւ այլն եւ այլն։ Ուրեմն եւ տեսեք, ես առանց բան եմ ասում, մենք վերնագիրը գրել ենք մեր հաղորդման Հայաստանի բարեփոխումների լոկոմոտիվը, քարշող գաղափարական ուժը կա եւ լինելու է քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը։ Ինչու՞։ Որտեղ այդ կուսակցությունը ձեր կուսակցությունն է, որտեղ այդ կուսակցությունը քրիստոնեական արժեքների փիլիսոփայության վրա է, ինչը որ գիտեք որպես քրիստոնյա ժողովուրդն է։ Ընդ որում, ես պիտի ասեմ, որ այո, մենք հայ ժողովուրդը ինքը Գրիգոր լուսավորչական հիմնական զանգվածով, բայց ես ձեզ ուզում եմ զգուշացնել, որ մենք ունենք նաև կաթոլիկություն, որ էլի մերն է, եւ ունենք բողոքականություն, ավետարանչականները, սրանք հարանվանություններ չեն, 19-րդ դարի երկրորդ կեսերից, ուրեմն Գրիգոր լուսավորչական կամ մեր առաքելական եկեղեցու կողքին ձևավորվել է ուրեմն կաթոլիկությունը, հայկական եւ հայկական բողոքականությունը։ Այսինքն մենք այստեղ նույնիսկ նեղսրտելու իրավունքը չունենք, որովհետեւ քրիստոնեական արժի համակարգով այս կուսակցությունը ներկայանում է ձեզ որպես ազգային ձեր մշակույթի արմատների վրա ձևավորվող կուսակցություն եք, երկրորդ այս կուսակցությունը ժողովրդավարական է։ Դուք նկատի ունեցեք, սա մեր պատմության մեջ հայերից եզակի դեպք է, եւ քրիստոնեական արժի համակարգը զուգորդվում է դեմոկրատական կամ ժողովրդավարական կարգի հետ։ Հիշում եք հայկական խոսքին չասում, ձայն բազմած ձայն Աստծո, սա է դեմոկրատիայի սկզբունքը, սա մեր ուրեմն, սա ունիկալ երևույթ է, ես կարող եմ հպարտությամբ դա ասել, բայց նաև պատասխանատվությամբ, որտեղ սա շատ դժվար է կյանքի կոչելը, քրիստոնեություն, ժողովրդավարություն, այնտեղ արդեն օրդոլիբերալ տնտեսություն, ոչ միայն լիբերալ տնտեսություն,
ուրեմն մշակութային Հայաստան, բարձր արարչագործություն եւ այսպես այլն եւ այլն։ Հիմա հիշեք մի խոսք, ուրեմն Հովհաննեսի ուրեմն Առաքյալ Հովհաննեսի այդ նոր կտակարանում բաժնի մեջ ինչպես է սկսվում առաջին նախատասությունը, հիշեցնեմ։ Սկզբից բաններ բան, ինչ է նշանակում, սկզբից գիտելիքներ, սկզբից խելքներ, սկզբից մշակույթն է, սկզբից հոգևոր աշխարհն է, ահա սա է բերում ձեզ ուրեմն քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը այդ իմաստով, մեր կուսակցության առաջարները մեր իրականության մեջ նոր արարական են, մշակված են գիտականորեն, եւ ես կարող եմ իմ բարակայով ասել հպարտությամբ, այո, իմ գիտելիքները որպես քաղաքագիտության դոկտորի գլուխ չեմ կողում, ես չունեմ այդ սովորությունը, որպես փիլիսոփայական գիտությունների տեխնազոյի, որը տասնյակ տարիներ ֆիզիկայի, մաթեմատիկայի օրինաչափություններն է ուսումնասիրել, այս բոլորը հանրագումարային փաստորեն քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության տեսության քաղաքական պլատֆորմի եւ մոտեցումների հիմքում է դրվել։ Այս բոլորը ինչ է նշանակում, կարող եմ ասել, վերցրեք, վայելեք, բայց թիկուն կանգնեք։ Այո, մեր առաջարներն են, որ թարմություն են բերելու եւ թարմություն են բերում Հայաստանի քաղաքական կյանքում, որովհետեւ ոչ միայն արժե համակարգի մասով է, որ ասում եմ, որտեղ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը աճ կենտրոնի կուսակցություն է, այսինքն սա ծայրահեղությունների կուսակցություն չի, հակառակը, ծայրահեղ սոցիալիստական ասենք ենթադրենք եւ ազատական կամ ազգայնական, այս ուրեմն ծայրակույն բևեռների հաշտեցման կենտրոն բերող կուսակցություն է, ինչը որ խիստ անհրաժեշտ է երկրի համար, ինչու Հայաստանում խորհրդարանը չի կայանում, պարլամենտարիզմ ինչու չկա Հայաստանում, գիտեք ինչու, պատճառները բազմաթիվ են, իհարկե ռևանշիստներին ոչինչ պետք չի, քան իշխանության տապալում, այդպես է ուզում պապան, բայց պապայի ցանտին ուրիշ հարցեր կա, հասկանում եք ոնց է, որն է, որովհետև մեր ազգային ժողովում Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած այնպես եղավ, որ դիտավորյալ թույլ չտվեցին կենտրոնի կուսակցություններ առաջանան, բուֆերը լինի, որ բախումները համադրի եւ այլն եւ այլն։ Ուրեմն սա նայեցեք ցանկացած երկիր, զարգացած Գերմանիա կուզեք, Ֆրանսիա կուզեք, Միացյալ Նահանգները մի քիչ ուրիշ է բարական, բայց այնտեղ նման բաներ կան, ուրեմն եվրոպական պետություններ, Ավստրիա նայեք, բոլոր կուսակցություն պետություններն ունեն պարլամենտարիզմ, որոնք ունեն երկու թեփ պայմանական աճ, ծախ, բայց այդ ծախերը իրար չեն բախվում, ինչու՞, որովհետև նրանց նախագահների տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանների հոգ են տարել, որ նրանք ունենան կենտրոն եւ բուֆերային զոնաներ, որտեղ այդ համադրող կուսակցությունները կկարողանան երկխոսություն կազմակերպել եւ սրացումները, ծայրահեղությունները անեացնել։ Այսքանը երևի այսօր այս մասին ասեմ, հոգնած կլնեք, մենք մեր հանդիպումները Հայացք Երևանից կշարունակենք եւ անընդհատ ուրեմն քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության տեսակետները ես ձեզ կփոխանցեմ գեր ժամանակակից քաղաքական գիտության ոչ թե պրոպագանդայի տեսակետից եւ նոր զարգացումների, նոր մշակումների հիմքի վրա։ Ողջ եղեք, Հայաստանի Հանրապետությունը ունի ներկա, պիտի ունենա լավ ապագա, բայց այդ ապագան ձեր ձեռքում է, ասեմ ձեզ, այդ ապագայի ճանապարհի ցույց տվողներից մեկը քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունն է, որ ձեր կուսակցությունն է, ձեր կրիկոր լուսավորիչն է, ձեր տրթաթակավորն է եւ այն արժե համակարգն է, որի շրջանակներում այդ կուսակցությունն առաջացել է եւ իր ծառայություններն է առաջարկում եւ պայքարում է դրա համար։ Ստեսություն ձեզ, առայժմ մենք կշարունակենք նման ոճով եւ նման բացատրություններով։